Ռուսաստանի հայերի միության անդամները խոստովանում են, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության համակարգմամբ միջամտում են Հայաստանում սպասվող ընտրություններին։ Փաստերի ստուգման հարթակի լրագրողը ներկայանալով որպես անվտանգության դաշնային ծառայության սպա, ուշագրավ մանրամասներ է պարզել Ռուսաստանի հայերի հավաքագրման գործընթացից։ Ուշագրավ է հատկապես Ուլյանովսկի հայ համայնքի ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ զրույցը։ Алло, добрый вечер, Арсений Анушаванович. Добрый вечер. Сергей Евгеньевич Балакин вас беспокоит из второго управления ФСБ. Вы же собирались поехать в Армению на голосование, я вижу тут в этой переписке. Я надеюсь, вы их инструктировали. Հուսով եմ հրահանգել եք, թե որ ուժին քվեարկեն։ Конечно. Այո, իհարկե, բոլորը գիտեն։ Բոլորը մեկ մարդու պես քվեարկելու են։ Այո, ով ունի հնարավորություն, մենք ուղարկում ենք տեղում եւս աշխատում են ընկերներով, բարեկամներով։ Բայց հստակ ասել եք, որ ուժին պետք է քվեարկեն։ Մենք 4 կուսակցության ենք աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին եւ Միասնության թևերին։ Ամեն ինչ ճիշտ է, ապրեք։ Որ նրանք անցնեն, հետո կկողմնորոշվեն, կարևորը որ այդ 4-ը անցնեն խորհրդարան։ Ես ձեզ նույնիսկ այսպես ասեմ, Միասնության թևերին մենք բացահայտություն չենք տալիս, որ ռուսական է, որպեսզի Եվրոպամետության ֆոն լինի, բայց այն նույնպես մերն է։ Խելացի մոտեցում է։ Գրողը տանի այդ զոմբիներին, չգիտեմ ինչ պետք է լինի, որ մարդիկ մի քիչ ստափվեն, մտածեն, թե որն է խնդիրը։ Զրույցի ընթացքում Աբրահամյանը ներկայացնում է նաև, թե ինչպես են կազմակերպում ընտրողների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան։ Кто кому помогает, лично я за билеты никому. Ով հասնում օգնում է ավատոմսերով, անձամբ ես տոմսեր չեմ գնել ոչ մեկի համար։ Ուղղակի մարդիկ են եղել, որի սրտե ցանկացել են մեկնել Հայաստան, ասել են, որ հնարավորություն չունեն, խնդրել են ընկերներին, օգնել են։ Ես էլ որպես հասարակական գործիչ խնդրում եմ մարդկանց ընկերներից, մարդիկ եկան, որ իրենց փողերով են առնում տոմսը։ Անվտանգության դաշնային ծառայության սպա ներկայացած լրագրողը զրույցի ընթացքում ընդգծում է, որ անվտանգության դաշնային ծառայությունը կարող է նաև ֆինանսապես օգնել Հայաստան մեկնել ցանկացողներին, եթե էլի կան այդպիսիք։ Есть сейчас люди тоже, человек. Հիմա կա 10-15 մարդ, որ կուզենային գնալ, ված չէ լինի, որ նրանց էլ ուղարկենք, այն մարդիկ, որոնք հայկական ազնագրեր ունեն։ Եթե կարող եք օգնել, ես ակտիվիստ ծանոթ ունեմ, նա հիմա տնային կալանքի տակ է, ես կարող եմ անձամբ նրա համար երաշխավորել, եթե հնարավոր կլինի նման որոշում ընդունել, որ նա կարողանա գնալ ընտրությունների, շատ ակտիվ երիտասարդ է եւս կարող է հավաքագրել մարդկանց։ Մենք կարող ենք ենթադրել, որ այո, կապ կա նրանց մեջ, որ համագործակցություն կա եւ հայ համայնքը գուցե նաև շարժվում է ըստ ցուցումների որոշակի։ Հունիսի 5-ին Համալիրում տեղի ունեցած Հայաստանն ընտրում է մեծ բանավեճի ընթացքում Արման Թաթոյանը հերքել է այս բոլոր փաստերը, որոնք Արսեն Աբրահամյանի մասնակցությամբ հնչել են ՖԻՊ-ի հրապարակած զայնագրությունում։ Վստահեցնում եմ, որ մենք զրույց լսել ենք եւ զրույցը իրական է, այդպիսի կեղծ լինելու մասին չի կարող խոսք լինել եւ մենք ունենք հստակ մեթոդաբանություն մեր աշխատանքի մեջ, որով շարժվում եւ առաջնորդվում ենք եւ այդ մեթոդաբանությունը ամենևին չի ենթադրում կեղծ զայնագրության հիման վրա հոդված հրապարակել։ Փաստերի ստուգման հարթակը զրուցել է նաև Տուլայի ու Վորոնեժի հայ համայնքի ղեկավարներ Ռաֆիկ Պապյանի ու Արմեն Եղիազարյանի հետ, որոնք եւս հաստատել են, որ կապի մեջ են դաշնային ծառայության հետ։ Տուլայի համայնքի ղեկավարը կարճ զրույցում, սակայն լրագրողին դիտողություն է արել։ Ռուսաստանի հատուկ ծառայությունը այդպես չի խոսում։ Ուկրաինայից օկուպացված Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Ակոպյանը հաստատել է, որ ընտրողներին ուղարկում են, բայց այլ մանրամասներ չի փոխանցել։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։